Ռուս-ամերիկյան մրցակցության հերթական հարթակը տարածաշրջանում ուժային կենտրոնների հետաքրքրությունը սերվում է Սյունիքում նախատեսվող թրիփ նախագծի շուրջ։ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը Բաքվի դատարանում հերքել է իրեն առաջադրված բոլոր մեղադրանքները։ Դատական ֆարսը շարունակվում է։ Հերթական ապատեղեկատվությունը պաշտպանության նախարարության մամուլի խոսնակը հերքել է սոցցանցերում տարածված լուրերն ադրբեջանական զինուժի անկանոն կրակոցների մասին։ $250 միլիոն Հայաստանում փախստականների բնակարանային ծրագրի համար համաշխարհային բանկը հաստատել է ֆինանսավորումը։ Գրանցված աշխատողների նոր ռեկորդ է սահմանվել Հայաստանում, ՊԵԿ-ի տվյալները։ Գյումրիում եւ Վանաձորում աղբի վերամշակման $9 միլիոն ծրագիրը չի իրագործվում, մասնագետներն ահազանգում են, լուրջ էկոլոգիական վտանգներ կան։ Լարված իրավիճակ մշակույթի ոլորտում պետության հավակնությունները մտահոգել են գրողներին եւ նկարիչներին։ Ոստիկանությունն այս տարվա 11 ամիսների ընթացքում հայտնաբերել ու առգրավել է մեծաքանակ զենք զինամթերք, ինքնակամ հանձնեցիք, չեք պատժվի։ Եթերում ժամի գլխավոր թողարկումն է, տաղավարում Գայանե Անտինյանն է, բարև ձեզ։ Տարածաշրջանում ուժային կենտրոնների հետաքրքրությունը սրվում է Սյունիքում նախատեսվող թրիփ նախագծի շուրջ։ Վաշինգտոնից եւ Մոսկվայից հնչող ազդակները վկայում են, որ նախաձեռնությունը դարձել է ռուս-ամերիկյան մրցակցության հերթական հարթակը։ Միաժամանակ շրջանառվում են տեղեկություններ Հայաստան հնարավոր ամերիկյան բարձրաստիճան այցերի, անվտանգության ոլորտում նախապատրաստական քայլերի եւ միջազգային տարբեր խաղացողների ներգրավման մասին։ Ինչ զարգացումներ են սպասվում Սյունիքի ճանապարհին, Նայիրի Մուրադյանի անդրադարձը։ Փոխանցումներով ռուս-ամերիկյան մրցավազք է սկսվել տարածաշրջանում։ Մեսիջներ են ուղարկվում Մոսկվայից եւ Վաշինգտոնից պատրաստակամություն հայտնելով ներդրում ունենալ Սյունիքում նախատեսված իրականացվելիք թրիփ նախագծում։ Ոչ պաշտոնական, սակայն արևմտամետ ուղղվածություն ունեցող քաղաքագիտական համայնքը լուր տարածեց, թե հունվար-փետրվարին ԱՄՆ-ից բարձրաստիճան պաշտոնյաների այց է սպասում Հայաստան եւ որ անվտանգային առումով բարձր պատրաստվածության համար նախապատրաստական աշխատանքներ են ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյայի այցը ինչ խոսք կապված կարող է լինել օգոստոսի 8-ին նախաստորագրված պայմանավորվածությունների, մասնավորապես թրիփ նախագծի հետ։ Քաղաքագետ վերլուծաբանները սակայն համոզված չեն, որ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան կայցելի Հայաստան։ Շատերի դիտարկմամբ խոչընդոտներ կարող են լինել։ Արդյոք կկայանա այդ այցը, որովհետև մենք հիշում ենք, որ Թրամփի որդու մասին էր գրվում, որ նա այցելելու է Հայաստան, բայց ինչ որ մի պահ այդ այցը չեղարկվեց։ Մինչև փետրվար եւ մարտ տարբեր իրադարձություններ կարող են տեղի ունենալ, որոնք կստիպեն կամ կարող են ազդել Վենսի Հայաստան կատարելիք այցի չեղարկման վրա։ Հայաստանի իշխանությունները սրտաբաց աշխարհին տարածաշրջան, մասնավորապես Հայաստանի հարավ են հրավիրում նախատեսվելիք ծրագրերում ներդրում կատարելու համար։ Միացյալ Նահանգներ, Ռուսաստան, Չինաստան, Թուրքիայի հնարավոր մասնակցությունը եւս պատրաստ են օրվա իշխանությունները քննարկել։ Բոլորին դեռնբաց պատրաստ են ընդունելու։ Հնարավոր է նախագծի իրականացումը, երբ գլոբալ առումով պետություններ կան, որ ոչ բոլոր հարցերում են միմյանց հետ հաշտ ու համերաշխ։ Միացյալ Նահանգների նախագահան Անկորիջից հետո հայտարարեց, որ Թրամփի ուղուն կարող են նաև երրորդ երկրներ մասնակցել, ըստ էության գնդակը թողնելով Հայաստանի եւ այդ երրորդ երկրների դաշտում։ Երրորդ երկիր կարող է լինել Թուրքիան, Իսրայելն է հայտ ներկայացնում, Ռուսաստանն է իր մասին անընդհատ հիշեցնում, այսինքն այստեղ Միացյալ Նահանգները փաստացիորեն մի բան հասկանում է հստակ, առանց տարածաշրջանային տերությունների գետնի վրա հնարավոր չէ հասնել որոշակի եւ կոնկրետ պայմանավորվածությունների։ Միջանցքի ամբողջ իմաստը այն է, որ դա այնտեղ Ռուսաստանը մասնակցություն չունենա։ Եթե Ռուսաստանը այդտեղ մասնակցություն ունեցավ, ես չեմ կարծում, թե հնարավոր կլինի տրիպը դարձնել միջին միջանցքի մաս։ Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի միջև ակտիվ երկխոսություն կա, Եվրոպան էլ փորձում է ակտիվորեն ներգրավել, բայց Եվրոպան կտրականապես դեմ է Ռուսաստանի մասնակցությանը։ Ռուսաստանը նախագահի մակարդակով հայտնեց, որ պատրաստ է համատեղ աշխատել հին երթուղիների վերականգնման, նոր երթուղիների ստեղծման ուղղությամբ։ Ռուսաստանը դիտարկում է Ադրբեջանի տարածքով Հայաստան մատակարարվող բեռների անվանացանքն ընդլայնելու հնարավորությունը։ Եթե այս հարցը բարձրացվում է երկու երկրների ղեկավարների նաև հանդիպան ժամանակ եւ Հայաստանի ղեկավարը նման առաջարկ խնդրանքով դիմում է ռուսական կողմին, նշանակում է առնվազն, որ մենք չենք առարկում տրիպին ռուսական կողմի մասնակցության։ Իրանն այս հարցում կարծես թե չեզոք դիրք է բռնել։ Համենայն դեպս նրա մասնակցության առումով ակտիվություն առաջարկ դեռ չկա, սակայն Իրանը լինելով Ռուսաստանի ռազմավարական գործընկեր, եթե տեսնի Ռուսաստանի ներգրավվածությունը ծրագրում ընդունելի կհամարի։ Թեկուզ եւ թրիփ նախագծում ամերիկյան
արևմտյան կողմը եւս ներգրաված լինի։ Եթե Ռուսաստանը չմասնակցեց եւ դա լինի միայն արևմտյան պրոյեկտ, Իրանը դեմ է լինելու եւ այդ դեմ լինելը ըստ վերլուծաբանների միայն խոսքերով չի արտահայտվի, այլ նաեւ գործողություններով։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը հերքել է սոցցանցերում տարածված լուրերն ադրբեջանական զինված ուժերի անկանոն կրակոցների մասին։ Նա գրել է՝ չի համապատասխանում իրականությանը, հերթական ապատեղեկատվությունն է։ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը Բաքվի դատարանում հերքել է 2016 թվականի ապրիլյան մարտերին առնչվող բոլոր մեղադրանքները։ Նա հայտարարել է, որ համաձայն չէ մեղադրող կողմի ցուցմունքների հետ եւ ընդգծել է, որ Պաշտպանության բանակի բոլոր գործողությունները պաշտպանական բնույթի են եղել։ Մնացականյանը նշել է, որ ապրիլյան մարտերի պլանավորման մեղադրանքները չեն համապատասխանում իրականությանը, իսկ հրետակոծությունների վերաբերյալ պնդումները ապացուցված չեն։ Հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահները։ Էրդողանն ասել է, թե Թուրքիան գոհունակությամբ է հետևում Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի առաջխաղացմանը եւ աջակցում է այդ գործընթացին։ Ի դեպ, Ալիևի ծննդյան կապակցությամբ ունեցած հեռախոսազանգի ընթացքում Էրդողանը նաեւ ասել է, թե Թուրքիան եւ Ադրբեջանը շարունակում են աշխատանքները բոլոր ոլորտներում եւ առաջին հերթին առևտրի բնագավառում համագործակցության իրենց նպատակներին հասնելու ուղղությամբ։ Իլհամ Ալիևն օկուպացված Արցախում հայտարարել է, թե այժմ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության գործընթաց է ընթանում եւ այդ գործընթացի նախաձեռնողները նույնպես իրենք են եղել։ Ալիևը հայտարարել է նաեւ, թե բոլոր գիտեն սա եւ պետք է իմանան։ Առաջին առաջարկը մեզնից է եկել։ Մենք ենք խաղաղության պայմանագրի տեքստի եւ դրանում ներառված բոլոր դրույթների հեղինակները, պնդել է Ալիևը։ Կշարունակենք քիչ անց 250 միլիոն դոլար Հայաստանում փախստականների բնակարանային ծրագրի համար Համաշխարհային բանկը հաստատել է ֆինանսավորումը։ Գրանցված աշխատողների նոր ռեկորդ է սահմանվել Հայաստանում, ՊԵԿ-ի տվյալները։ Գյումրիում եւ Վանաձորում աղբի վերամշակման 9 միլիոն դոլարանոց ծրագիրը չի իրագործվում, մասնագետներն ահազանգում են, լուրջ էկոլոգիական վտանգներ կան։ Շարունակենք թողարկումը։ Համաշխարհային բանկը հաստատել է 250 միլիոն դոլարի ֆինանսավորում Հայաստանում փախստականների բնակարանային ծրագրի համար։ Այն նպատակ ունի ապահովել մատչելի բնակարաններ փախստական ընտանիքների համար եւ զարգացնել հիպոթեկային շուկան։ Ֆինանսավորման փաթեթը ներառել է 2 դրամաշնորհ 24.4 միլիոն եւ 10 միլիոն դոլարի չափ։ Պատերազմներից ու աղքատությունից զերծ համերաշխ ու ուժեղ Հայաստան։ Հենց այս պատկերացմամբ է հանդես գալիս մեր ձևով շարժումը։ Մինչև եկող տարեսկզբին կբացահայտեն վարչապետի իրենց թեկնածուին, շարժումը խոստանում է առաջիկա ընտրություններին ներկայանալ նոր քաղաքական օրակարգով եւ սկզբունքորեն այլ մոտեցումներով։ Ընդամենը 10 վայրկյան փակել աչքերն ու պատկերացնել Հայաստան, որտեղ պատերազմներ ու աղքատություն չկա, անկախ քաղաքական հայացքներից բոլորը համերաշխ են իրար հետ։ Մեր ձևով շարժումն այսպիսի երկիր է խոստանում կերտել։ Շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն ասում է, դրան հասնելու բանաձևը պարզ է՝ միավորում, աշխատանք եւ այդ Հայաստանի դուռը կբացվի մեր առաջ։ Մենք մեծ ներուժ ունենք, բայց այդ ներուժը լավ չենք օգտագործում։ Ամենաթույլ երկիրն ենք այս պահին տարածաշրջանում։ Ամենաթույլը, բայց ամենագործունյա ազգով։ Գլխավոր հարցը հենց այստեղ, ով է մեր ձևով շարժման վարչապետի թեկնածուն, ով է եկող տարվա խորհրդարանական ընտրություններում առաջնորդելու թիմն ու ցուցակը։ Նարեկ Կարապետյանն առայժմ չի բացում փակագծերը։ Հայաստանի 4 առաջնորդները մինչև հիմա, եթե շարունակեն եւ հաջորդ կառավարումը լինի նրանցից մեկը, երկրում միասնության հարցը հարցականի տակ կլինի, որովհետեւ հասարակության մի խավ չի ընդունում մեկին, մյուս խավը, մյուս մասը չի ընդունում մյուսին։ Եկող տարեսկզբին են հրավիրելու քաղաքական թիմի համագումարը, ինչպես ուժի, այնպես էլ վարչապետի իրենց թեկնածուի անունը կհանրայնացնեն այդ ժամանակ։ Մինչև համագումարը մեր ձևով շարժման տարեկան հաշվետու ժողովի մասնակիցներին ազգային անվտանգության մեկուսարանից ողջույնի խոսք է փոխանցում Սամվել Կարապետյանը։ Մեր կարևորագույն առաքելությունը մարդկանց հուսախապ չանելն է։ Մարդիկ հույսեր են կապում մեր գործունեության հետ։ Հույսեր, որ կապված են իրենց ընտանիքների բարեկեցության, առողջության, երկրի անվտանգության, ազգային արժանապատվության հետ։
Չուրանալ որևէ բան, խնդիրները լուծել խաղաղությամբ եւ պրոֆեսիոնալիզմով հօգուտ մեր երկրի, նշել է ազգային բարերարն ու ամփոփել յուրաքանչյուր հայի երազանքը արդարությունն է, կապացուցեն, միանշանակ հնարավոր է Հայաստանում այն հաստատել, բարդ պայքար կլինի, բայց որևէ խոչընդոտ չի կարողանա կանգնեցնել իրենց։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։ Գրանցված աշխատողների նոր ռեկորդ է սահմանվել Հայաստանում։ Ըստ պետական եկամուտների կոմիտեի տվյալների 2025 նոյեմբերին հանրապետությունում պաշտոնապես գրանցվել է 814,818 աշխատող։ Այս թիվը գոյացել է եկամտային հարկի եւ սոցիալական վճարի հաշվարկների շնորհիվ։ 2025-ին գրանցված աշխատողների թիվը գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը 31986-ով։ Մասնագետների կարծիքով գրանցված աշխատողների թիվն աճում է, քանի որ հարկային վարչարարության փոփոխման արդյունքում նվազում է ստվերը։ Ընդհանուր առմամբ աշխատատեղերի աճը սկսվեց 2020 թվականին, երբ որ տեղ ունեցավ եկամտահարկի համահարցություն։ Կազմակերպությունները ավելի ձեռնտու էր ստվերում պահել աշխատողներին, հենց որ համահարցությունն տեղի ունեցավ, դա բերեց նրան, օրինակի համար մինչև 100,000, 120,000 դրամանոց աշխատողներից ավելի ձեռնտու եղավ գրանցել աշխատանքի, որը բերեց նաև ստվերի կրճատման։ Հայաստանում տարիներ առաջ գործարկված ազդարար էլեկտրոնային հարթակը, որը նախատեսված էր կոռուպցիոն երևույթների մասին տեղեկություն հաղորդելու համար, այդպես էլ ըստ մասնագետների չի կայանում։ Հայկական մենթալիտետը ազդարարման ինստիտուտին խոչընդոտում է։ Մարդիկ խուսափում են ունեցած տեղեկությունները հաղորդելուց, այս եւ այլ խնդիրներին լուծում տալու համար օրենսդրական փոփոխություններ են նախաձեռնել։ Տարիներ առաջ Հայաստանում գործարկվեց ազդարարի ԵՄ էլեկտրոնային հարթակը, չշփոթել ազդարար ԵՄ-ի հետ։ Առաջինը մի գործիք է, որի միջոցով քաղաքացիները կարող են անոնիմ տեղեկատվություն փոխանցել պետական համակարգում առկա կոռուպցիոն երևույթների վերաբերյալ։ Այն ժամանակ կար մտավախություն, որ փոխանցվող տեղեկատվության մեծ մասը կլինի սուտ մատնություն։ Կոպիտ ասած, մարդիկ կսարքեն իրար գլխին։ Կյանքը ցույց տվեց, որ այդ կանխատեսումները չիրականացան։ Միևնույն ժամանակ չարդարացան նաև դրական սպասելիքները։ Ազդարարման հարթակից քչերն են օգտվում։ Կարելի ասել վերջին 2 տարի հանրության հետ աշխատանքները կարող եմ ասել, որ տապալված էին այս ինստիտուտի մասով, որևէ մեկը չգիտեր, թե ինչ է իրենց ներկայացնում ազդարարման համակարգը եւ ընդհանրապես ով է ազդարարը եւ ինչպիսի պաշտպանության միջոցներ կարող է ունենալ։ Ազդարարման համակարգը ներդրվել է Արևմուտքի օրինակով եւ Արևմուտքի դրամական միջոցներով կոռուպցիայի դեմ պայքարի քաղաքականության շրջանակում։ Մեզ մոտ սակայն գործիքը էական դեր չունեցավ կոռուպցիայի դեմ պայքարի process-ում։ Հարցումները ցույց են տալիս, որ սրանում իր դերն է ունեցել մենթալիտետը։ Այնտեղ այդ հարցը կար վերաբերմունք ազդարարմանը նկատմամբ, ինչպես է վերաբերվում այդ երևույթի նկատմամբ եւ նաեւ ինչ է կարծում դա բացական թե դրական է, շատ վատ արդյունք 67%-ը գտնում էր, որ դա վատ բացական երևույթ է։ Այսինքն սա նշանակում է, որ մեր մոտ դա նույնականացվում է գործ տալու հետ։ Պետությունը ֆիքսել է, որ հարթակի թերի աշխատանքի պատճառներից մեկը ազդարարի ոչ այնքան պաշտպանված լինելն է։ Այսինքն մարդը պարզում է, որ այսինչ պետական կառույցում կան կոռուպցիոն երևույթներ, կամ էլ իրականացվում է փողերի լվացման գործընթաց։ Ազդարարման պարագայում կարող է ունենալ կասկածներ, որ իր ինքնությունը հնարավոր է բացահայտվի եւ ըստ այդմ ենթարկվի հետապնդման։ Ովքեր որ դա կիրարկում են, երևի իրենք էլ զերծ չեն այդ նույն ստերեոտիպներից, ինչ որ եւ ժողովուրդը։ Խնդիրը լուծելու համար կառավարությունը պլանավորում է փոփոխություններ ազդարարման օրենքում։ Կարևորագույն խնդիրը հենց ազդարարի պաշտպանությունն է հնարավոր հետապնդումներից եւ այլ խնդիրներից։ Ներքին ազդարարումն այլևս չի իրականացվելու անմիջական վերադասին։ Ազդարարին ազատում են տրամադրվող տեղեկության նախնական ստուգման պարտականությունից։ Ազդարարների պաշտպանությունը եւ դրա երաշխիքների իրականացումը դրվելու է մարդունակների պաշտպանի աշխատակազմի վրա, բայց իմ մտահոգությունը կանում է նրան, մինչեւ այս կարևորագույն գործառույթը լիազորությունները ՄԻՊ-ին տրամադրել է արդյոք ՄԻՊ-ը ունեցած ռեսուրսների, ունեցած հմտությունների շրջանակներում կկարողանա այս կարևորագույն գործառույթը կատարածել։ Միջազգային լավագույն փորձը ցույց է տալիս, որ ազդարարման ինստիտուտն արդյունավետ է աշխատում այն պետություններում, որտեղ հանրությունն առավելագույնը վստահում է կոռուպցիայի դեմ պայքարի այդ գործիքը կիրարկող մարմիններին։ Պարզ դիտարկումը ցույց է տալիս, որ մեզ մոտ համապատասխան մարմինների նկատմամբ վստահության հարցում իրավիճակը հեռու է բավարարից։ Արմեն Աթալյան, ժամը լրատվական։
Շիրակի մարզի Կապսի ջրամբարի շինաշխատանքները դադարեցված են։ Կառուցապատող ընկերության հետ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը պայմանագիրը լուծարելու գործընթաց է սկսել։ Պայմանագրի ժամկետները խախտվել են, նախատեսված աշխատանքները գրաֆիկի համաձայն չեն կատարվել, ընկերությունը նախատեսված ժամկետից հետ է ընկել։ Աշխատանքների 16%-ն է կատարվել, շինաշխատանքներն իրականացնում է չինական ընկերություններից մեկը։ Նախատեսվում էր աշխատանքներն ավարտել 2026-ի ապրիլին, ժամանակացույցից հետ ընկնելն իրավունք է տալիս պատվիրատուին հիմնադրամին իր կրած վնասների համար փոխհատուցում պահանջել կապալառուից։ Աշխատանքի թերացումներ եւ ժամանակի մեջ ժամանակատվածի եւ իշքան գիտեմ իմ տվյալներովս որակի մեջ, որից ելնելով դատարեցվեց եւ իշքան գիտեմ ֆինանսավորող կազմակերպության եւ կառավարության։ Այնտեղ համ բաների մեջ չեն տեղավորվել, հետեին լավ տրաֆիկից դեղտիրներ կար եւ տեխնաձորներ բաններ էր, չէ, բանկի կողմից կար։ Պատճառների հետ էին։ Կապալառուն արդեն խզվել է պայմանագիրը կապալառուի հետ։ Այդ ժողովուրդը ուղղակի բնակիչները մեր գյուղից, Չրաձորից, Վարամաբերդից կային աշխատողներ։ Ուղղակի ուզում էին ավելի ստույգ, թե չինացիներին իրանք շփման հետ կապված ստույգ բան չգիտեին, եկան 3 այդ ամեն ինչը բարձվեց, մարդիկ գիտեցան, որից հետո է գնաց։ Շատ կարևոր նշանակություն ունեցող բան է մեզի համար, այսօր շամպայման շինարարության շարունակել։ Հայաստանի երկրորդ և երրորդ քաղաքներում Գյումրիում և Վանաձորում աղբի վերամշակման 9 միլիոն դոլարանոց ներդրումային ծրագիրը մինչև օրս այդպես էլ չի իրագործվում։ Չնայած ներդրողի պատրաստակամությանը և շրջակա միջավայրի համար ակնհայտ կարևորությանը, նախագիծը մնում է օդում կախված։ Ինչու՞։ Ժամը պարզաբանումներ է ստացել Գյումրիից ու Վանաձորից։ Սա մառախուղ չէ, այլ աղբից առաջացած ծուխ։ Գյումրիում տպավորություն չէ ստանա, որ հանրապետության երկրորդ քաղաքում ես։ Դժգոհում է գյումրեցի Օվսանան ու պատմում։ Աղբն արդեն մարդկանց տներին է մոտենում։ Գյումրիի մեծությամբ երկրորդ մուշ թաղամասում աղբն այրվում է բնակելի տարածքում։ Այրողներն էլ աղբավայրի աշխատակիցներն են։ Օվսանան պատմում է մղձավանջային այդ տեսարանը ամեն օր է աչքի առաջ։ Իսկական խոլերիայի բուն է այդ աղբը, ոչ ամառը կրնաս պատուհան բացես, նույնիսկ ձմեռը այդ գարշահոտությունը ամբողջությամբ դու կշնչես, մի հատ ահավոր տեսարան է։ Գյումրիում եւ Վանաձորում աղբի վերամշակման 9 միլիոն դոլարանոց ծրագիրը օդից կախված է մնում։ Հայաստանի մեծությամբ երկրորդ եւ երրորդ քաղաքներում ավելի քան 2 տարի քննարկվող խոշոր այդ ծրագիրը այդպես էլ չի իրագործվում։ Գյումրիում իշխանությունը բացահայտ դեմ է այդ ծրագրին, իսկ Վանաձորում ավականու նիստեր տեղի չեն ունենում։ Տարածք հատկացնելու հարցը օրակարգել չի հասնում։ Այստեղ բիզնես շահեր կան, որոնց պատճառով Հայաստանում մշտապես հետաձգվում են աղբի վերամշակման ծրագրերը, ասում է իրավապաշտպանն ու հավելում։ Ներդրողը գումար ունի, պատրաստ է ներդնել, բայց ավականին ծրագրերը չի հաստատում։ Աղբի վճարները ըստ իրավապաշտպանի համայնքապետարանն է հավաքագրում, գնումներ իրականացնում։ Բնականաբար իրան դա ձեռք չի տալիս, որովհետև այդտեղ ինքը լիքը տեղ կարա ուղղակի, չգիտեմ, բենզին յուրացնի, կարա ուղղակի աշխատողներ գրանցի ու այդ մարդիկ չգնան աշխատանքի։ Եվ այլ լիքը բիզնես դաշտի ներկայացուցիչներ օգտվում են։ Բնականա, որ դրա դիմաց ինչ-որ պաշտոնյաների գումարներ են տալիս։ Աղբի վերամշակման գործարանի հետ կապված Վանաձորում հանրային լսումներ են անցկացվել։ Ժամին տեղեկացնում են Վանաձորի համայնքապետարանից։ Հաջորդ արտահերթ նիստում սպասում են ավականու որոշմանը։ Ասում են, իրենք էլ են շահագրգռված, որ այն կառուցվի։ Ինչ որ մեկնաբանություններին, որ համայնքապետարանին ձեռք չի տալիս, պարզապես ծիծաղելի է, որովհետև ոնց կարող է համայնքին ձեռք չտալ իր աղբը վերամշակելու անհիմն մեղադրանքների մասով ասելու ոչինչ չունեն, որովհետև դրանք անհիմն են։ Իսկ Գյումրիի համայնքապետարանից պարզաբանում են, այն ընկերությունը, որը պատրաստ է ներդրումներ կատարել, 2 տարի առաջ է այցելել ու վերջ։ Որևէ հուշագիր չի կնքվել նրանց հետ։ Աղբի փայով զբաղվող մարդիկ թող գնան աղբի փայով զբաղվեն։ Գյումրու քաղաքապետարան իր գործառույթներն է իրականացնում քաղաքի աղբահանության մաքրման հետ կապված։ Աղբի հարցը այս երկու քաղաքներում չի լուծվում ու չի լուծվում։ Մինչև քաղաքային իշխանությունները լրջորեն կզբաղվեն խնդրով, մառախուղի նմանվող աղբի ծուխը շարունակում է խեղդած պահել քաղաքացիներին։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։ Տոնական օրերին զերծ մնացեք պայթուցիկներից, հրավառության համար նախատեսված նյութերից, ճայթուկներից ահազանգում են մասնագետները։ Չնայած կառավարության 2024 թվականի որոշմանը, որով արգելվում է պայթուցիկների վաճառքը, մարդիկ դեռևս շարունակում են տարբեր աստիճանի վնասվածքներ ստանալ, դրանց ոչ ճիշտ օգտագործման, անվտանգության կանոնները չպահպանելու կամ չլիցենզավորված ապրանքատեսակների կիրառման հետևանքով։ Մասնագետները ծնողներին հորդորում են արգելել երեխաներին կիրառել այդպիսի հրավվտանգ նյութեր։
Մենք ապրում ենք իրականության մեջ, որ երբ զանգեք առողջապահական տեսչական, կասում դա գիտեք շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմնա։ Երբ որ զանգեք շուկայի վերահսկողություն, կասում դա գիտեք մենք պլանային ենք անում։ Երբ որ զանգեք հիվանդությունների կանխարգելման վերահսկման կենտրոն, ասեք գիտեք քաղաքում աղմուկ են առաջացնում այս ամեն ինչը կանխարգելման իրազեկման ինչ պետք է անեք, ասում դա գիտեք դա տեսչական գործառույթ է։ Երբ որ զանգեք առողջապահության ազգային ինստիտուտ, ասեք հենց գիտական գրանտին այրտը հասնում ռիսկին հատողեք, բաստեղով պետք է մի բառ ասիկ, ասում դեստեղ ինչ ռիսկ ենք հասկանում, որ ինչ էլ ասենք։ Մյուս թեմաները քիչ անց։ Լարված իրավիճակ մշակույթի ոլորտում պետության հավակնությունները մտահոգել են գրողներին եւ նկարիչներին։ Ոստիկանությունն այս տարվա 11 ամիսների ընթացքում հայտնաբերել ու առգրավել է մեծաքանակ զենք զինամթերք, ինքնակամ հանձնեցիք, չեք պատժվի։ Մեդիա աշխարհ եւս մեկ օր կայուն երկինք, ավելին հաջորդ թիվ։ Շարունակենք թողարկումը։ Ինչ միջոցների հաշվին են Մասիսում մանկապարտեզներն այսուհետև անվճար գործելու։ Համայնքի ղեկավարը ժամի հետ զրույցում պարզաբանել է, որ կարողացել են կազմակերպվել ու որոշակի ֆինանսներ տնտեսել համայնքի ծախսային բյուջեից։ Նորայր Հակոբյանն ընդգծել է, որ այս նախաձեռնությունը ամանորյա նվեր է Մասիսի բնակիչներին միտված ընտանիքների ֆինանսական բեռի թեթևացմանն ու երեխաների համաչափ զարգացման ապահովմանը։ Որոշակի ծախսեր նվազեցվել են, կրճատվել են պրեմիաների տողից, Մասիս համայնքի աշխատակիցների, որոշակի ծախսեր կրճատվել են տոնական միջոցառումների տողից, որի արդյունքում մենք հասել ենք նրան, որ 2026 թվականի բյուջեով կարողացել ենք այնպես պլանավորել, որ Մասիս համայնքի յուրաքանչյուր երեխա անվճար է հաճախելու։ 2500-ից ավել երեխաներ ունենք, 33 մանկապարտեզ։ Վճարները ամսական կազմել են մոտավորապես 8400-ից մինչև 9000 դրամի կարգի։ Մնացած գումարը էլի սուբսիդավորել է համայնքը, իսկ հիմա ասարակ արդեն ծնող վճարներն են կրճատել, որ երեխայի ծնողը չվճարի որևիցե բանի համար։ Հայկական ջազի կենթանի լեգենդ Լևոն Մալխասյանը Մալխասը 81 տարեկան է։ Ջազմեն դաշնակահարը, որը ելույթ է ունեցել աշխարհի 4 տասնյակից ավելի երկրների դահլիճներում եւ որին համարում են Հայաստանում ջազի հիմնադիր, իրեն չի համարում այդպիսին։ Ասում է, թե ինքը փոքր ջազ խմբերի ստեղծողն է։ Երևանի պատվավոր քաղաքացի Լևոն Մալխասյանը 15 տարեկանում ռադիոընդունիչով լսելով 20-րդ դարի կանադացի վիրտուոզ դաշնակահար ջազմեն Օսկար Պիտերսոնի երաժշտությունը իր կյանքն ընդմիշտ կապեց ջազային երաժշտության հետ։ Հիմա ասում է, ապրում եմ, որ ջազ նվագեմ։ Ես նվագում եմ երաժշտություն, որը հայտարարում է, թե ինչի մասին եմ երազում։ Գրողների և նկարիչների շրջանում լարված իրավիճակ է, երկար տարիներ ստեղծագործական համայնքների տնօրինության ներքո գտնվող շենքերի նկատմամբ պետության հավակնությունները մտահոգել են և գրողներին և նկարիչներին։ Դատախազության նախաձեռնած գործընթացը, որը ենթադրում է գույքի պետականացում, հանդիպել է կոշտ դիմադրության, հարցը տեղափոխելով իրավական հարթակ և վտանգելով մշակութային կառույցների բնական գործունեությունը։ Սվետլանա Ավդիշյանի ռեպորտաժը։ Գրողները, գրիչները, նկարիչներն էլ վրցինները թողած հիմա էլ կադաստրային արդարություն են փնտրում։ Տասնյակ տարիներ միությունների սեփականություն շենքերն այլևս իրենց չեն պատկանելու։ Պետությունը որոշել է իրենով անել, պետականացնել գույքերը, որպիսի որևէ մեկի մտքով չանցնի վաճառել կամ սեփականացնել դրանք։ Շուրջ 2 տարի է, ինչ ստեղծագործական միությունները բոյկոտում են դատախազության որոշումը։ Գրողների միության նախագահը տարակուսում է, ինչու են հայտնվել թիրախում եւ ինչու են պարտադրված անորոշ քաշքշուկներով վիճարկել իրենց սեփականության իրավունքը։ Գրողների միությունը պետական չի եղել երբեք։ Գրողների միությունը եղել է ստեղծագործական միություն։ Այստեղ պետական հիմնարկ չի եղել, որ պետությունը ստեղծի նշանակումներ անի, բյուջե տա, էստա, ենտա։ Վերջին 20 քանի տարում գրողների միությունը ոչ մի բան չի վաճառել։ Նախանցյալ տարի եղավ մեր համահավաք ժողովը գրողների։ Որոշեցինք արգելանք որևէ անգամ չվաճառվի մեր գույքը։ Նկարիչներն էլ միացան դրան,
Կինոյի տանը ընդհանուր միությունները։ Խնդիրը միայն Բաղրամյան 3 հասցեում գտնվող գրողների միության շենքը չէ, վիճարկում են նաև գրողների Սևանի եւ Ծաղկաձորի ստեղծագործական տները։ Միությունում ընդվզում են, նկատում այդ շենքերը երբեք պետության սեփականությունը չեն եղել։ Դրանք կառուցվել ու պահպանվել են գրողների հոնորարներով եւ մասնավոր միջոցներից ստեղծված հիմնադրամներով։ 34 թվականին հիմնադրվել է գրական հիմնադրամ, ոչ պետական, որը համալրվում էր դասական եւ ընթացիկ գրողների տպագրած գրքերի տոկոսներով 10%-ի չափով պահում էին մեր գրքերից, ուղարկում էին գրական հիմնադրամ։ 10-ից ավել գիրք է մեզ հրատարակել այդ ժամանակները եւ 10%-ի չափով առանց մեզ հարցնելու պահում էին, գնում էր հիմնադրամ։ Այդ հիմնադրամով կառուցում էին, վերանորոգում էին մեր շենքերը, ստեղծագործական տները, աշխատավարձ են տվել։ Նույն վիճակում է նաև նկարիչների միությունը։ Միության նախագահը հիշեցնում է, շենքեր կան, որ պարզապես գույք չեն, այլ արժեք, հիշողություն ու ավանդույթ են։ Այդուհանդերձ միության անդամները եւս չեն բացառում, որ գույքի պետականացման դեպքում առաջացած հետևանքները բացասաբար կանդրադառնան ստեղծագործական տան գործունեության վրա։ Մենք մնում ենք մեր տեսակետին եւ դրա համար էլ դատական process-ները ընթացքի մեջ են։ Միության անդամները, ոչ միության անդամները բոլորն էլ անհանգստացած են պետականացումից հետո ինչ ձևաչափով ենք մենք կարողանալու տնօրինել, կարողանալու ենք, չենք կարողանալու, որ օրենքով ենք սկսելու առաջնորդվել աշխատել։ Բոլորը հարցեր են, որոնց պատասխանները այս պահին չունենք։ Իսկ թե ինչ փուլում է Բաղրամյան 3-ում գտնվող գրողների միության շենքի վիճարկման հարցը, Միլիտոնյանը նշեց, գործընթացը գտնվում է դատական փուլում։ Որքան կթակեն դատարանների դռները գրողներն ու նկարիչները, պարզ կդառնա թերևս եկող տարի սպասվող դատական նիստերի ընթացքում։ Սվետլանա Ավդիշյան, ժամը լրատվական։ Հանրապետությունում անցած մեկ օրում գրանցվել է 15 ավտովթար, 16 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, բացահայտվել է 112 հանցագործություն, որոնցից 5-ը նախկինում կատարված։ Օրվա կարևոր թեմաները մեկտեղել է Էդուարդ Պողոսյանը։ Կառավարությունն առաջարկում է հողային օրենսգրքում փոփոխություններ կատարել։ Համայնքային ու պետական հողերը մայրաթոռին եկեղեցիների շինարարության ու սպասարկման համար տրամադրել ոչ թե անհատույց սեփականության, այլ բացառապես անհատույց օգտագործման իրավունքով։ Համապատասխան նախագիծը գործադիրի վաղվա դեկտեմբերի 25-ի նիստի օրակարգում է։ Նախագծի հիմնավորումներում չեն նշել, թե ինչու է այս փոփոխությունն իրականացվում։ Միջգերատեսչական քննարկումների ընթացքում սա ֆիքսել է նաև Արդարադատության նախարարությունը, շեշտելով, որ ներկայացված հիմնավորումից հնարավոր չէ լիարժեք գնահատել նախագծի ընդունման նպատակահարմարությունը, քանի որ բացակայում են ընթացիկ իրավիճակի, խնդիրների, կարգավորման նպատակի եւ ակնկալվող արդյունքի համապատասխան վերլուծությունները։ Խորհրդարանական ընտրությունների հավանական օրը հունիսի 7-ն է, հայտարարել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը։ Օրենսդրական կարգավորումների համաձայն 2026 թվականի համապետական ընտրությունների ժամկետը հունիսի 2-ից 12-ը միջակայքում է, իսկ այս տասնօրյակում միակ կիրակին հունիսի 7-ն է։ Առաջիկա խորհրդարանական ընտրություններն ի դեպ կանցկացվեն նոր կանոններով, մինչև 3 կուսակցությունների դաշինքների անցողիկ շեմը կլինի 8%, 3-ից ավելիի դեպքում 10%, կուսակցությունների գրավը կլինի 7.5 միլիոն դրամը։ Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ ունի աշխարհի շուրջ 186 պետության հետ, հայտարարել են արտաքին գործերի նախարարությունից, հիշեցնելով, որ անցնող տարվա ընթացքում մեր երկիրը պաշտոնական կապեր է հաստատել 3 երկրի՝ Սողոմոնի կղզիների, Պակիստանի եւ Լեսոթոյի հետ։ Միևնույն ժամանակահատվածում Հայաստանի ռեզիդենտ դեսպանություններ են հիմնվել Կիպրոսում, Հունգարիայում եւ Օմանում։ Այս շարքից Երևանում իր ներկայացուցչությունն է բացել միայն Հունգարիան։ Ոստիկանությունն այս տարվա 11 ամիսների ընթացքում հայտնաբերել ու առգրավել է 1360 հրազեն, միաժամանակ եւս 75000 փամփուշտ եւ 11293 միավոր այլ ռազմամթերք կամավոր հանձնել են։ Ներքին գործերի գերատեսչությունից հիշեցնում են, ապօրինի զենք զինամթերքը կամավոր հանձնող քաղաքացիները ազատվում են քրեական պատասխանատվությունից։ Վճռաբեկ դատարանը մերժել է լրտեսության մեջ մեղադրվող Արցախի նախկին պաշտոնյաներից Սարգիս Գալստյանի եւ պաշտպանի բողոքները։ Հիշեցնենք, նախորդ տարի առաջին ատյանը նրան դատապարտել է 18 տարվա ազատազրկման, նաեւ վերաքննիչն է դատավճիռը թողել անփոփոխ։ Ըստ պաշտպանական կողմի, ադրբեջանական հեռախոսահամարներին զանգերը տևել են մինչեւ 7 վայրկյան, ինչը չի կարող լրտեսություն հաստատել։ Ինչ վերաբերում է ադրբեջանական կողմին փոխանցած քարտեզներին ու լուսանկարներին, ապա դրանք ռազմավարական արժեք չեն ունեցել։
Հակակոռուպցիոն կոմիտեն փոխանցում է, որ ավարտել է վաղարշաբաթ համայնքի նախկին ղեկավարի եւ նրա հետ փոխկապակցված եւս 4 անձանց վերաբերյալ նախաքննությունը եւ քրեական վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին այն հաստատելու եւ դատարան ուղարկելու միջնորդությամբ։ Կոմիտեն տեղեկացնում է, թե ինչի համար են մեղադրվում Դիանա Գասպարյանը, նրա ամուսինը, ամուսնու հայրն ու մայրը։ Վաղարշաբաթ համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է ներկայացվել քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով, իսկ նրան օժանդակելու եւ փողերի լվացման համար մեղադրանքներ են ներկայացվել նաև համայնքապետի հետ փոխկապակցված անձանց, այդ թվում ամուսնուն եւ վերջինիս հորը։ Նախկին համայնքապետի ամուսնուն մեղադրանք է ներկայացվել նաև առանձնապես խոշոր չափերի գույքը չհայտարարագրելու համար։ Եթե մեղադրանքը հաստատվի, դատարանը մեղադրական դատավճիռ կայացնի, ապա Դիանա Գասպարյանին սպառնում է 6 տարվա ազատազրկում։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։ Եղանակի տեսությունը կներկայացնի Լիլի Հովերը։ Բարի երեկո, եղանակի տեսության հովանավորն է Ֆերոսի ապրանքանիշը։ Իր հուսալի անվտանգ գերխնայող գազի կաթսաներով։ Դրանք պաշտոնապես ներկայացված են էքստերիեր խանութ սրահներում։ Ֆերոսի եղանակ ստեղծող կաթսաներ։ Մետեոաշխարհ նախ Հայաստան։ Մեր երկրի մեծ մասում նոր օրը կանցնի առանց ստեղումների, արևոտ երկնքով, ջերմաստիճանը ևս 1 օր է, ապես չի փոխվի։ Վաղը ցերեկը Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի եւ Վայոց-Ձորի լեռնային գոտիներում կդիտվի 1-ից 5 աստիճան։ Վայոց-Ձորի եւ Արագածոտնի նախալեռներում կանխատեսվել է 3-ից 8, Լոռիում 4-ից 7, Տավուշում 6-ից 9 աստիճան, Հարերատում Արմավիրում կդիտվի 4-ից 8, Սյունիքի հովտային գոտիներում սպասվում է 8-ից 11, Սյունիքի նախալեռներում 4-ից 7 աստիճան։ Երևանում օրը կանցնի առանց ստեղումների, այս գիշեր սպասվում է 4-ից 6 աստիճան ցուրտ, ցերեկը 4-ից 6, երեկոյան 0-ից 2 աստիճան տաքություն։ Այս թողարկման համար նախատեսել էինք այսքանը, մաղթում եմ խաղաղ երեկո, ցտեսություն։